Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունն Քրիստոսի։ Սուրբ ծնունդը նոր կյանքին հրավերն է։ Մեր Տիրոջ եւ Փրկին Հիսուսի Քրիստոսի սուրբ ծնունդը աշխարհի մարդկության կյանքի մեջ նոր կյանքի հրավերն է։ Տոնախմբել սուրբ ծնունդը կնշանակե կյանքը վերաբրել Քրիստոսով եւ հասնել հոգեվոր կյանքի բարձրագետին։ Քրիստոս Աստվածորդու ծնունդը իր մեջ կխտացնե Աստուծո անսահման սերը, մարդկանց հոգիները առաջնորդելու դեպի լույս, դեպի ճշմարտություն, դեպի լիարժեք կյանք եւ վերջապես դեպի Աստված։ Սուրբ ծնունդը մեկնաբանված է անթիվ քարոզներով, սակայն անոր դոնախմբությունը գիմաստավորվի միայն այն ժամանակ, երբ աղոթքով գիշնենք մեր հոգիներու խորքերը եւ կգտնենք ու կհաստատենք այն հոգեվոր զորությունը, որ իր մեջ եւ մեր մեջ կգենսակորձե յուրաքանչյուրիս վերածնունդը ի Քրիստոս։ Սուրբ ծնունդը Քրիստոսի մարդեղությամբ գարնե անկագդելի գամուրջի իմաստը, որ գմիացնե Աստված եւ մարդ, եւ որպես քրիստոնյաներ այս իրականությունը պետք է դարձնենք Աստվածադուր մեր կյանքին մշտական նշանափանը։ Սուրբ ծնունդի դոնախմբությունը Աստվածային լույս է, որ բացվելով մեր հոգեվոր կյանքի մեջ գլուսավորե մեր էությունը։ Այս լույսին գարիքն ունին բոլորս անխդիր, իսկ որբեսի սուրբ ծնունդը ապրինք լիարժեքորեն, բարդենք քայլ առ քայլ պատրաստվել աղոթքով, բահեցողությամբ եւ հոգեվոր ընթերցանություններով, որբեսի մեր էության խորքերու մեջ հասուննա մեր սերը դեպի Աստված։ Այս սերն է, որ գաբահով է խաղաղությունը մարդկության կյանքի մեջ, խաղաղություն, որին գարիքը ունենք այսօր ավելի քան երբեք։ Սուրբ ծնունդի դոնախմբությունը մեր հոգին եւ միտքը գուղե կյանքին նայելու մաքուր ու քնող աչքերով, որովհետեւ կյանքն ապրինք արժևորյալ մոդեցումով։ Ինչպես աշակերտը քննությունների առաջ կվերակաղե իր ցերկբերումները հաջողությունը ապահովելու համար, նույնպես եւ ավելի շատ պարտավոր ենք Աստուծո շնորհած օրհնություններով սեր դառնալ եւ այդ սերը գրնապատկված կերպով փաշխել մեր կյանքի մեջ։ Քրիստոնյան գոչված է գերազանցելու ինքն իրեն եւ այս ընթացքը պայմանավորված է Քրիստոսի հետ ապրված հոգեվոր ճանապարհորդությամբ։ Երբ Քրիստոսի կյանքը կդարձնենք ճշմարտության ուղեցույց մեր կյանքի մեջ, խոսում կգադարենք ապրելու Քրիստոսի կյանքի օրինակով։ Ահա այս պահը կրնանք սահմանել որպես հրաշքի ներկայություն մեր կյանքի մեջ, որպես արդացոլումը Քրիստոսի սիրուն, որու մեջ ամփոփված է Աստվածորդու երկինքեն երգիր խոնարհումին խորհուրդը։ Եվ ուրեմն, ինչպես պիտի դոնախմբենք Սուրբ ծնունդը մեր հոգևոր կյանքի մեջ։ Առաջին հերթին պիտի հանձնարու դառնանք կյանքին ապրելու այն աղոթքով եւ հավատքով առ Աստված, բայց ոչ միայն հանձնարությամբ պիտի ապրենք, այլ նաեւ պիտի հանձնադու դարձնենք մեր կյանքը Աստուծո ձեռքերու մեջ։ Սա առաջին քայլն է, որով մեր հոգևորության մեջ կպատրաստենք ենթահողը ընդունելու Քրիստոսի ներկայությունը։ Երկրորդ քայլն է փանալ մեր հոգուտերները մանգացյալ Փրկչին եւ անորդ կիսել մեր հոգևոր եւ աղոթական ընթացքը։ Այլ խոսքով Աստվածահայտնության այս տոնը հրաշալի հրավեր մնե մեր մեջ տեսնելու Քրիստոսի սուրբ ծննդյան լույսը եւ այդ լույսով բայցարացնելու մեր կյանքը։ Հետևաբար բարդենք մանգանալ Հիսուսի հետ եւ քաջությամբ սրբել մեր ներաշխարը, մերժելով հին մարդը, ինչպես Պողոս արաքյալ գսե, հին մարդը իր կորձերով ծեր վրայեն հանեցեք,
հագեք նոր մարդը, որը ստեղծված է արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ, Աստուծո պատկերին համաձայն։ Մարդուն համար դժվար է փոխվել և հրաժարվել իր սովորություններեն, սակայն Քրիստոսով հնարավոր է մերժել այն մարդը, որ բարբված է Աստուծո ճամփեն և կյանքը ընթանալ Քրիստոսի գծած ուղիով։ Օրհնված է Քրիստոսով ապրված կյանքը, երբ զվարթ սրտով կհայտարարենք Քրիստոսի ծնունդը, մեր էության մեջ կդարածենք Աստուծո սերը։ Դարաբաց մարդկության ծարավին հագեցումը միայն Հիսուսի ծնունդով է պայմանավորված։ Մեր կյանքին սեմին կանգնած է խաղաղության իշխանը։ Բոլորս անխտիր փանանք մեր հոգիի դռները և ուխտ հաստատենք դառնալու նոր կյանքի ճարտարապետներ, միասնական աղոթքով, մեր նախնյաց հավատքով և հզոր հայրենիք եկեղեցի ամբողջականության տեսիլքով, Աստվածադուր մեր կյանքը իմաստավորենք զայն դարձնելով լույսի աղբյուր, ջարակայթով Բեթղեհեմի, որպեսզի յուրաքանչյուր հայ ընտանիք դառնա Մայր Հայաստանի և Սուրբ Էջմիածնին մանրակերտ արտացոլումը, և թող Աստուծո շնորհքով կարողանանք փառփարով փանալ մեր բերանը և ավետել Քրիստոսի հրաշալի ծնունդը, որովհետև միայն այս հավատքով է, որ մեր կյանքը կդառնա հրաշագործված։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունն Քրիստոսի։ Ամեն։